Բարի երեկո, Դավիթ ջան։ Բարի երեկո, բարի երեկո Սևիկ ջան։ Ողջունում եմ մեր սիրելի ունկնդիրներին եւ դիտորդներին եւս։ Շնորհակալ եմ, որ այսօր կրկին հնարավորություն ունենք եթեր անելու։ Ա, Եվ կարևոր եւ հետաքրքիր թեմաներ կան, որոնց մասին մեր զրույցի ընթացքում կանրադառնանք։ Ու ասեմ, որ քեզ է առաջին հարցը հենց ուղված։ Դավիթ ջան, պատրաստ ես։ Սիրով, Ուրեմն մեր հարգելի օգտատերերից մեկը հարցրել է. Հարգելի Դավիթ, խոսում եք ինքնաճանաչման մասին, հետո խոսում եք մեր տեսակի կորստի մասին։ Ո՞նց եք դա պատկերացնում։ Այն ինչը որ ճանաչվում է, կորչելու ենթակա է։ Ընտրեմ։ լավ, փորձեմ այսպես պատասխանել։ Ամբողջ խնդիրը նա է, որ մեր տեսակը մենք այնքան ենք հեռացել ինքնաճանաչման դաշտից կամ մեր տեսակի ճանաչման դաշտից, որ բավական երկար ժամանակ է մոռացել ենք ինքներս մեր տեսակը կամ մոռացել ենք ով ենք մենք որպես հայ տեսակ։ Իսկ ինքնաճանաչման դաշտը շատ կարևոր դաշտ է օգնելու համար առաջին հերթին ճանաչելու, վերածնելու մեր մեջ մեր տեսակը, որովհետև եթե ինչ որ պատկերացմամբ դիտարկենք այն պահը, որ մեր ներսում կարող ենք արթնացնել, վերածնել մեր տեսակը որպես հայ տեսակ, դա ամենաառաջին ինքնաճանաչման քայլերից է։ Իհարկե, այդ ամենը փոխկապակցված են իրար հետ եւ ինչքան կարողանանք խորքերը գնալ դեպի ինքնաճանաչման դաշտում, որպես մեր տեսակը կրող որպես, իհարկե մենք ոչ թե կմտածենք կորցնելու կամ չկորցնելու մասին, կդառնանք այդ տեսակի կրողը։ Եվ այդ ժամանակ իրականում վերանում է ինչ-որ մի բան կորցնել կամ չկորցնելու գաղափարը, որովհետև դու արդեն այն ես ինչ կաս։ Եթե օրինակը բերենք հայ տեսակին, դու կարող ես դառնալ այն հայը, որը օրինակ կարող է լինել բոլորի համար։ Իսկ եթե մտավախություն ունենանք ինչ-որ բան կորցնելու կամ չկորցնելու, իհարկե արդեն այդ գաղափարը կամ մտքերը հերիք են, որ մեզ տանեն այդ կորուստներին։ Ուղղակի պետք է գնալ ինքնաճանաչման ճանապարհով, ինչի շատ է ասում ինքնաճանաչում այդ բառը, ընդհանրապես զգացել եմ շատ մոդայիկ է դարձել, չնայած ներքին աճի համար շատ կարևոր ինքը գնահատող, հա, բնութագրող բառ է, բայց իրոք ինչի համար է կոչվում ինքնաճանաչում այդ ճանապարհը, որովհետև եթե ուզում ենք հասկանալ կամ ճանաչել տիեզերքը, չենք կարող իրական ճշմարտություն ճանաչել, եթե դեպի ներս չգնանք, մեր ներսը ինքներս մեզ չճանաչենք որպես տիեզերքի մի փոքր հատված, որովհետև ինչպես գիտենք, դարերի վեր հազարամյակների վեր ասվել է, մարդը տիեզերքի կենտրոնն է կամ ամբողջ տիեզերքը գտնվում է մարդու ներսում։ Այդպիսի խոսույթներ շատ լսած կլինենք եւ այդ ամենը պատահական չի։ Նույնիսկ մի հրաշալի գրվածք կա, որ կոչվում է այն ինչ ներսում է, նաեւ դրսում է։ Պատահական գրվածք չի, շատ կարևոր էլի գաղափարախոսություն է, որովհետեւ իրոք մենք ինչ ուզում ենք ճանաչենք դրսում, առաջին հերթին մեր ներսում է։ Եթե չճանաչեցինք մեր ներսի եղածը, չենք հասկանա դրսում ինչա կատարվում։ Այո, ինքնաճանաչման առաջին եւ կարևորագույն քայլերից մեկը։ Մնացյալը արդեն հետագան է։ Շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար Դավիթ ջան։ Այսպիսի մի հարց էլ կար, իսկ ինչ է տեղի ունենում մարդու հետ մահից հետո։ Այսինքն այդ մարդու ներսի լույսը ինչ է տեղի ունենում այդ լույսի հետ։ Ես հիմա այս պայն տենց հիշելով պատասխանեցի, հիմա կարող գտնեմ անձամբ կարդալ, որ հանկարծ խախտում չլինի, մեկ վարքյան, հա, իսկ ինչ է լինում մահվանից հետո, եթե լույսը ներսում է։ Մի առակով, հա, պատասխանեմ, մի թագավոր է լինում, մի արքա է լինում եւ իմանում է, որ իր երկրում մի իմաստուն կա
կանչել է տալիս իմաստունին, հարցնում է ինչ ա լինելու իմ հետ մահվանից հետո, ասա տեսնեմ, եւ իմաստունը հարցնում ասում է իսկ արքա ջան, ինչ է կատարվում քո կողքի գյուղերում եւ քաղաքներում քո այս տարածքում, արքան ասում է այստեղ նստած շատ իմանամ, դու սկի քո տարածքներում չգիտես ինչա կատարվում, քեզ ինչ օգուտ կտա իմանաս մահից հետո, այսինքն առաքինչ կցուցանի, շատ կարևոր է առաջին հերթին ճանաչել մենք այստեղ ոնց ենք ապրում, կամ առասարակ ապրում ենք, թե մահացած ենք, ուղղակի գոյատևում ենք, մեր մարմինը շարժվում է, բայց գիտակցության դաշտում ինչքանով ենք ապրում, պետք է փորձենք դա ճանաչել առաջին հերթին ապրել կարողանալ, իսկ մահից հետո անձամբ իմ համար ինչ կլինի, թող լինի, որովհետև դա դիեզերքի կամքն է, բարձրյալ ուժերի կամոք, ոնց կցանկանան, թող գնահատեն իմ ապրած ճանապարհը, թե ինչ կլինի, թող լինի բարձրյալի կամքը, ինչ չի հետաքրքրում, որովհետև եթե ինքը սկսեց հետաքրքրել, դա նշանակում է արդեն ինքը սկսում է դատել, դատավոր լինել բարձրյալի որոշումների, կամ անհամաձայնություն ունենամ իմ մեջ բարձրյալների որոշումների հետ կապված, ամենայն դեպս անձամբ ինքս կողմ եմ ուղղակի լուռ հնարավորինս ապրելու, թե ինչ կլինի հետո, թող որոշումները կայացնեն որոշում կայացնողները, ոչ մի խնդիր չունեմ այդ հարցում, դա իմ տեսանկյունից եմ պատասխանում եւ հարց ուղղողն էլ ինձ թվում է կնկալի ինչ ասեցի եւ նույն ձևով մի առակ էլ պատմեմ, հրաշալի առակ, ասում է մի մոմի լույսի շուրջ 3 թիթեռ պտտվում են եւ այս թիթեռները լույսի ջերմությունը զգալով փորձում են հասկանալ եւ ճանաչել ինչի այդ գործ ունեն, մի թիթեռը համարձակ է գտնվում, փորձում են մոտենալ հնարավորինս մոմի լույսին, վերադառնալուց հետո ասում է, գիտեք, էսի ջերմություն է իրենց ներկայացնում։ Երկրորդ թիթեռը ավելի համարձակ է գտնում, ավելի մոտ է գնում, վերադառնալուց ասում է, շատ ուժեղ լույս է իրենից ներկայացնում, իսկ երրորդ թիթեռը այդ երկուսի փորձը տեսնելով, փորձը լսելով, գնում միանում է կրակին, մտնում է կրակի մեջ, լույսի մեջ եւ առակ գրողն ասում է, որ այդ թիթեռը չվերադարձավ, որովհետեւ ով ճանաչում է լույսը, ոչինչ չունի պատմելու այդ լույսի մասին։ Թող այս առակով, այս հարցի պատասխանը սահմանափակվի։ Ավել այս ձևաչափում չեմ կարծում, որ պետք է խոսել։ Շնորհակալ եմ, հաջորդ հարցը նույնպես քեզ ուղղված, իսկ կոնկրետ ինչ է սովորեցնելու հարգելի Դավիթը իր խմբակային հանդիպումների ժամանակ։ Շատ ինձ ուղղված հարցեր եղան, ինչ վերաբերում է խմբակային հանդիպումներին, թողել եմ կոնտակտային համարներ, կարող են զանգել, որովհետև ինքս մի երկու անգամ ասել եմ, ունեմ հեքիաթային խումբ, այսպես ասած, հեքիաթների թաքնագիտական շերտերի ուսումնասիրությամբ ենք զբաղված եւ նոր հավաքագրվող խումբը արդեն այդ մասին դա ուրիշ ձևաչափի խումբ է լինելու, որի մասին արդեն այլ տվյալները կստանան նրանք, ովքեր կհետաքրքրվեն եւ կզանգեն։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այսպիսի մի հարց էլ կա մեր օգտատերերի կողմից, կխնդրեմ մի անգամ էլ հափշտակության մասին խոսեք։ Մի աղջիկ կա Աննա Մարիա անունով, ահի ու սարսափի մեջ է գցել ողջ համացանցին, ինքը հափշտակվելու է, մյուսները ոչ։ Ես ճանաչում եմ ճիշտ ասած այդ անձնավորությանը եւ մի հաղորդման տակ իրեն պատասխանել եմ, եթե կարդա միգուցե խորելու շատ բան ունենա եւ կվերանայի իր խոսույթները, ինչին են ուղղված եւ ինչպես։ Ամենայն դեպս այդպիսիները այսօր շատ են, քանի որ իրենց ներսում քանի դեռ քաոս է, իրենց քաոսը պատմում են խոսքերով, բառերով եւ նպաստում են այդ նույն քաոսի
տարածմանը։ Միշտեռ իրենք համոզված են, որ Աստծո հետ են նստում վերկենում, բայց ինչպես դու կարող ես երջանկության օրինակ չծառայել մյուսների համար, եթե դու Աստծոս խոսքը զրույց ես ստանում կամ նրա հետ ես նստում վերկենում։ Ես տվյալ անձնավորության մեջ տեսել եմ լիքը վախեր, շատ սարսափելի, եւ նրա վիճակի մասին իր գնահատականով ես իրեն տվել եմ։ Եթե կարդա, ինքը շատ բան կունենա այդտեղից հասկանալու, եթե իհարկե ընդունի։ Նո հապշակության մասին մի փոքր կցանկանամ անդրադառնալ եւ քո տեսակետներ կարծում եմ մեր ունկնդիրներին հետաքրքիր կլինի Դավիթ ջան, ինչ ես կարծում հապշտակության մասին եւ այդպիսիների մասին, ովքեր նման ինֆորմացիաներ են տարածում գրեթե ամեն օր։ Սևակ ջան, ասեմ անկեղծ, ինքս այդ հարցը երևի ողջ գրվածքների միջից հենց այդ հարցը աշկովս ընկավ ու այդ հարցից ելնելով փորձեցի գտնել տվյալ օգտատերին Աննա Մարիա, չէ՞, եթե չեմ Աննա Մարիա, ինքը մնացել է ուղղակի իր տեսածի ու լսածի։ Փորձեցի ինչ որ մի բան լսել, այդքան ժամանակս մի քիչ ափսոսեցի ճիշտն ասած, բայց ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ անձամբ ինքս, որովհետև սա մի հարթակ է YouTube-յան առհասարակ էս ինտերնետային համացանցը, որտեղ շատ մարդիկ, չգիտեմ, երևալու կարիք կա ներքուստ, չգիտեմ, չեմ կարող ասել, դա վատ բան չի, բայց ինչ որ լսեցի, իրոք վախերով լեցուն տեղեկություններ եւ խնդիրը նա չի ինչ էր խոսում եւ ինչորով էր լեցուն, խնդիրը նա է, որ զգացի, որ ինչ-մեծ քանակի մարդիկ են այդ վախերով լցված եւ ավելի են ակտիվացնում իրենց վախերի վիբրացիաները դիտումների եւ տակի հաղորդագրությունների միջոցով դա հասկացա։ Խնդիր չկա, ընտրությունը մարդկանցն է եւ ընդամենը լավ, այդ լսածի հետ կապված մի փոքրիկ դիտարկում իմ տեսանկյունից անեմ, ինչքանով հասկացա տվյալ աղջիկը կինը խոսում է այն մասին, որ Հիսուսից կամ այսպես ասած Հիսուս Քրիստոսից, բացի չկա ոչ մի աստվածային էություն, ովքեր եղել են միշտ Հիսուս Քրիստոսը եւ իրանից հետո մասին խոսում է, բոլորը դրանք չար, բացասական ուժերի ներկայացուցիչներ են, սկսած Բուդդայից, վերջացրած Կրիշնայից եւ դիցերից եւ այլ, ինչ-որ բաներ եմ լսում, խնդիր չկա, շատ անձնական կարծիք, թող լինի, մի հարց կուզեի տալ, այդ դեպքում բոլոր մշակույթները մինչ քրիստոնեություն, բոլոր մարդկությունը դժոխք են արժանացել ըստ կրոնի գաղափարների։ Այդ դեպքում եւս նայենք մի ուրիշ տեսանկյունից, ուրեմն քրիստոնեության դաշտում, որ 5 կտակարանն է դրված եւ քարոզվում նույն հիմա եկեղեցիներում, չէ, Մովսեսից, Աբրահամից, չէ, Դավթից, Սողոմոնից, ճիշտ եմ ասում, այսինքն իրանք էլ են միջ Քրիստոսը ապրում, ուրեմն այդ դեպքում ո՞նց ենք ընկալում այդ կերպարներին, ուրեմն այդ կերպարներն էլ էին չարիչ, չէ, որտեղ իրանք էլ էին միջ Քրիստոս, բայց այդ դեպքում ո՞նց են իրանք ընկալելի, որովհետև դրված է քրիստոնեական գրքերում այդ պատճառով, չէ, որ ուղիղ դիպուկ խոսքը ասում է տվյալ մարդը, որ Քրիստոսից առաջ ովքեր եղել են, իրանք բոլորը չարիչ են։ Խնդիրը նա է, որ խոսքը ասելուց կարծում եմ կարելի է տվյալ խոսքը խորքային ճանաչել պատճառները, ինչ հարցեր է առաջացնում, այդ հարցերի պատասխանները նոր դիմացինին տալ, որովհետև մի խոսքը կարող է մարդու կյանք արժանալ, սխալ խոսքը։ Ուղղակի չի կարելի սխալ խոսք հանրային դաշտում ասել։ Այդտեղ կա խնդիր, ոչ թե այնտեղ թե ինչ են ասում, շատերն են շատ բան ասում, այլ խնդիր կա այնտեղ, որ ինչքանով ես դու վստահ, որ քո տարածած վախի մթնոլորտից ինչ որ մի մարդ չտուժվեց այդ պահին, կամ մեծ ստրես չապրեց, որը դարձավ կյանքի ընթացքում մարմնի տանջող հիվանդության
մի աղբյուր, գուցե դու այդ աղբյուրի պատճառն ես դառնում այդ վախը տարածելով, կամ ինչքանով է այդ վախը ճշմարիտ քո տարածածի։ Եթե ուզում ես օգտակար լինես բոլորին, ուղղակի փորձի ճանաչել քո ամբողջ ներսով նոր փոխանցի, ոչ թե ուղղակի կարդա փոխանցի, բայց ընթացքում հակասես ամբողջ քո ասածով ինքդ քո գաղափարներ։ Այնպես որ Սևակ ջան, շատ ծանր ու լուրջ չեմ տանում, եւ եթե մարդկանց հետևորդներին, ովքեր գրել են, դուր չի գալիս, թող չնայեն, չլսեն թե մեր հանդիպումները, թե տվյալ մարդկանց ինչ հոգեհարազատ եք գտնում, նա լսեք, որովհետև միանգամից չի լինում ներքին աճը։ Ինքս, եթե ինձ է հարցը ուղղված, այսպես իմ տեսանկյունից կասեմ, որ տիեզերքում թեկուզ մեկ բան ժխտելով, դրժելով եւ ատելով, թե մենք գնում նույն տիեզերքի արարչականության, որովհետև եթե կարիքը չլիներ, չէին արարվի ոչ մի ուժեր, ոչ մի նման գաղափարներ չէր լինի։ Այս եթե կան, շատ կարևոր է ճանաչել, ճիշտ ճանաչել, թե ուժերին, թե ամեն ինչ մեզ ասվում եւ փոխանցվում է, ոչ թե լսելով միայն, կարդալով, ուսումնասիրելով, հիշելով մեր պապական խոսքերն ու սովորույթները։ Եվ այդ ամենը լավ օգնող գործիքներ կլինեն նույն ձեր ինքնաճանաչման համար։ Թե չէ տրվել վախերին, կամքը ձերն է, ամենայն դեպս ըստիս անառողջ ձևը։ Շնորհակալ եմ եղբայր, այո, քանի որ մեր մարմինը սենսոր է եւ մենք մեր սենսորներով պետք է ազգանք ինչ ենք լսում եւ ինչ են մտնում մեր դարպասներից ներս եւ ինչպիսի խմորումներ են տվյալ նյութը դիտելիս, լսելիս մեր մեջ ինչ է տեղի ունենում։ Հարգելներս, նման ինֆորմացիաները շատ են, բայց ինֆորմացիան դեռևս գիտելիք չէ։ Քանի որ մարդիկ շատ տեղեկացված են գիտելիքի մասով, այդ իսկ պատճառով իրենց թույլ են տալիս հավատալ այդ ամենին եւ սկսել են գնել վախերի մեջ, քանի որ տվյալ անձը պնդում է, որ ինքը ստանում է այդ տեսիլքներով, իրենց ցույց են տալիս, բայց դες գիտեմ դա ինչի հետևանք է։ Այնուամենայնիվ վստահեք տիեզերքի ընթացքին, վստահեք ձեզ, դուք արարչից հավերժ հոգի ունեք ձեր ներսում, լցվեք սիրով եւ բարձր վիբրացիաներով, հարգելիներս։ Իդեպ հաջորդ հենց հարցը վիբրացիաների մասին է լինելու, դրա համար էլ հենց ոսկը բերեց։ Հավաքյան կներես Եվ շարժվեք առաջ։ Ուղղակի մի լրացում, հա, որպես հետաքրքիր լինեն, որ նույնիսկ Հիսուսը իր օրոք համենայն դեպս մեզ ասած տեղեկություններով լավ գիտեր թե Բուդդայի մասին, թե իրենց առաջ բոլոր եղած աստվածությունների ու բոլոր լույսին հասած մարդկանց մասին, ոչ մեկի մասին, ոչ մի բացասական բան չէր խոսում, ուղղակի չէր խոսում, ու որ շատ եմ ասել եւ նորից կրկնեմ, որպես կրկնություն, որ գիտության մայրն է, նույնիսկ Հիսուսը հաճախ ասում էր սիրի, նույնիսկ թշնամու, չնայած հասկացա, որ կարելի չասել, որտեղ արդեն շատ հետևորդներ այդ նախադասությունը քաղաքականացնում եւ կապում են մեր հարևանների հետ, որ ամենևին կապ չունի, մեր ասածը նույն բերած օրինակը, բայց դե ինչ արած, չէ, հարևանների հետ կապ չունի, որովհետև մենք ուրիշ դաշտի մասին ենք խոսում, այդքան բան։ Իհարկե։ Իդեպ հափշտակության մասին մոռացանք մի երկու խոսքով ասել, որովհետև այնտեղ Հովանի հայտնությունում խոսվում է հենց հափշտակության մասին, որ վերջին օրերում Քրիստոսի հարսը կազմող եկեղեցին պետք է հափշտակվի, իսկ ովքեր որ մաս չեն կազմի այդ եկեղեցու ապաշխարած չեն լինի, ինչ հենց տվյալ անձնավորության քարոզչա մեքենային է պատկանում, հակամակարգի տիրույթից արդեն նրանք կգան եւ նեռը կծնվի արդեն եւ ովքեր չգնացին կմնան եւ կընկնեն նեռի ձեռքը։ Ցավոք այսօր լայնորեն հենց այդ քարոզներն է կիրառվում ցանկացած
40 ցանկացած եկեղեցիներում, եթե ինտերնետներով փորփրելու եւ գտնելու լինենք, հիմնականում վախ եւ տվյալ վախի էներգիան թող իրենք մտածեն ում են սպասարկում, եթե իրենք խոսում են սիրո մասին, արարչի մասին, արարչի զավակներին չի սպառնում, նա չի վախեցնում եւ նա երբ տեսնի Քրիստոսն էլ երբ տեսնի մեզ, բոլորիս նա միայն կգրկի։ Բայց հենց այդ հաշտակությունն է, որ մեծ խառնաշփոթը առաջացրել վերջին օրերում, որտեղ ահա վերջին օրերն են Քրիստոսի գալուստն է, հաշտակությունը տեղի ունենալու, որից հետո հաջորդելու նեռի գալուստը, ովքեր կարող են թող իրենց գլխի ճարը տեսնել։ Սրա մասին էր խոսքը, Դավիթ ջան, կարճ մի երկու խոսքով էլ անդրադառնանք այդ հաշտակության թեմային, որից հետո անցնենք հաջորդ հարցերին։ Ինչպես Չգիտեմ ինչ ասեմ, որովհետև կարծում եմ հարցի պատասխանը բավարար էր, ինքս չեմ մտածում այդ մասին։ Կարծում եմ այդ վախ ծնող տեքստերից պետք է առաջին հերթին հրաժարվել, դա իմ տեսանկյունն եմ ասում, եւ ընդհանրապես գիտակցել մեզ որպես ազատ էակներ, որովհետև եթե մարդը աստվածային կերպարով է ստեղծվել, իսկ Աստված ինքը ամենաազատ էակներից է, այսպես պարզ դիտարկումով եմ ասում, մարդու ներսը արարչական կերպար ունի, իսկ արարչականությունը անսահմանություն է դա, այդտեղ վախը գոյություն չունի, անսահմանությունը ոնց կարելի է տեղավորել վախերի մեջ, իսկ ինչ վերաբերում է հափշտակել կամ չհափշտակելու, դա արդեն վախի մթնոլորտ է։ Հիմա ինքս չունենալով այդ կամ անցած լինելով արդեն որոշակի այդ էտապը, չեմ կարողանում այս պահին, չգիտեմ ինչ ասեմ, կեղծ կլինի պատասխանս, իսկ ինքս կեղծելու կարիք չունեմ ուղղակի։ Մենք անցած անգամ խոսում էինք մանուկներից, օրինակ էինք բերում, որ ամենաառաջին մեզ ծանոթ հեշտակային կերպարները մանուկների տեսքով են, չէ՞։ Եկեք սովորենք մանուկներից, որոնք չունեն ոչ մի վախ, մինչև մենք չենք մտցնում այդ վախը իրանց մեջ։ Տեսնում եմ ծնողների, որ փոքրիկ երեխաներին ամեն րոպե ասում են խելոք պահի քեզ կընկնես ոտքդ կկոտրես, կընկնես մեքենայի տակ, կընկնես ձեռքդ կկոտրես, գլուխդ կկոտրես։ Եվ երեխային սերմանում են վախով, երեխան մաքուր բերի հող է, ինչով սերմանեցիր, դրանով լցվելու է։ Առհասարակ շատերս ենք այդ վախերով լցվել, բայց ժամանակն է ձերբազատվելու, եթե ուզում ենք լույսով լցվել, բայց մեր ներսը լցված է աղբով, մի քիչ շակերտների մեջ ասած, որ վիրավորական չհնչի, նախ պետք է այդ մեր ներսը դատարկենք, որ տեղ ազատվի, նոր լույսով լցվի, քանզի մեր ներսի վախերն ու այդ վախերով հյուսված աղբը չենք դատարկել, իհարկե մենք կարճելու ենք, ինչպես փրփուրներից են կարճում շատերս, առաջին հերթին պետք է մեր ներսի վախերը հանենք, որովհետև վախը դա նյութական դաշտի, այսինքն ավելի պարզ ասած, մահկանացու դաշտի զենքն ու գործիքն է։ Մենք ինչ ենք վախենում, մեր հոգին չի վախենում, որտեղ մեր հոգին անդադ վերածնվում է, ինքը հավերժ է։ Վախենում ենք մենք մարմին կորցնելու համար, իսկ վախենում ենք մի պատճառով, որովհետև մեր մարմինը հավերժ չի։ Վերջի վերջո մի օր բոլորս միանալու ենք մայր հողին։ Եթե մենք անցած կյանքում միացած չլինեինք մայր հողին, այս կյանքում այս մարմնով ծնված չէինք լինի։ Կարելի է մեզ շնորհակալ լինել, չէ՞, որ եթե սիրում ենք մեր այս մարմինը, մեր այս կյանքը, մեր շրջապատող աշխարհը, մեր երեխաներին ու ծնողներին եւ գոհ ենք այդ բոլորից, ուրեմն պետք է գնահատենք նաեւ մեր անցած մարմնի կորուստը։ Այնպես որ էտապային է այդ ամենը։ Մեր գիտակցությունից հանած է այդ էտապային փուլերը, դրա համար ինքներս չենք ընդունում։ Վերջի վերջո այդ նույն դժոխքի կամ հափշտակման հետ կապված գաղափարներն էլ մահից խուսափելու գաղափարներն կամ մահ գտանող գաղափարներից մենք ուզում ենք խուսափենք։ Իսկ խուսափումը ընդհանրապես մենք արտահայտում ենք վախենալու միջոցով։ Վախը շատ լավ բան է։ Օրինակ կարելի է վախենալ եւ անգիտապար չգնալ, ընկնել առյուծի բերանը կամ թշնամու հրետակոծության տակ չընկնել։ Ուղղակի վախը շատ անգամ փրկում է խելամիտ քայլելու համար։
ես այդ վախին չեմ համարում վախ, ասում եմ զգուշություն, խելամտություն, դա վախ չի, բայց շատ անգամ դա արտահայտվում է վախի տեսքով, դրա համար վախ բառով եմ ասում։ Բնության, ինչքան էլ խոսեցի նաև վախի չվախենալու մասին, բայց քանի որ վախը գոյություն ունի բնության մեջ, դա նշանակում է, որ դա իր կարևոր դերն ունի։ Դրա համար վախն էլ պետք է ճանաչել։ Այո, պետք է վախը ճանաչել իր տեղում գնահատելու համար, օգտագործել իր դերի մեջ։ Նույն առյուծի բերան կամ թշնամու հետակոտության տակ չգնալ վախը կողքի դրած եւ դառնալ զոհ։ Եթե զոհվել, ուրեմն քո նպատակը կատարելու համար լինի։ Ահա թե որտեղ է պետք վախը գնահատել, բայց ոչ թե վախենալ օրինակ չեղած բանից։ Մենք շատեր օրինակ ֆոբիաներ ունեն, մի քիչ երկարում է, բայց դա կարևոր թեմա է։ Շատերը ֆոբիաներ ունեն, մեկը վախենում է մթությունից, մեկը վախենում է շնից, մեկը մկներից, չէ, տարբեր վախեր կան։ Այ օրինակ բերեմ, շունը անցնում է, մարդ վախենում է։ Մենք իմպուլս ենք ուղարկում տվյալ կենդանուն եւ կենդանին սկսում է վախենալ մեզանից, որի պատճառը դառնում է նա, որ ինքը սկսում է հաչալ եւ հարձակվել մեր վրա։ Թե չէ աշխարհի բոլոր կենդանությունը, բոլոր կենդանարարածները վախենում են մարդուց, կապ չունի ինչ գիշատիչը դիմացը։ Եթե դու անվախ ես կանգնած, փորձերն էլ կան։ Այդ կենդանին հետ է գնում, վախենում է, եթե քո մեջ այդ իմպուլսը չի զգում։ Դրան ադրենալին են նաև ասում, չէ՞։ Իմպուլսը մեր մեջ է վախի միջոցով ծնած։ Ունի հոտ, ձայն, էներգիա, որը ավելի հեշտ ընդունում է կենդանին։ Զգում եք, հասնում ենք, որտեղ մեր մոտ կարծրացնում ենք այդ ամենը։ Իսկ կենդանին, քանի որ տարբերում է մարդուց եւ բնությունից շատ չի կտրված, ինքը զգում է այդ ամենը եւ դրա պատճառով ինքը գալիս խայթում, կծում, ուզում վնաս տալ։ Այսինքն շնից վախեցող մարդը, որովհետև իրան փոքր ժամանակ ասել են մի գնա որ շունը չկծի, ինքը վախենում է շնից, միշտ վախենում է եւ շները դրա պատճառով միշտ հարձակվում են այդ մարդու վրա։ Եվ այդ մարդը ասում է ո՞նց անեմ, որ չվախենամ, եթե հարձակվում են։ Պետք է ընդամենը կոներսից անես։ Լինում են դեպքեր, չեմ բացառում, լինում են դեպքեր, բայց էլի պատճառ կա։ Ուրեմն տվյալ կենդանին գազազած է, արդեն իրան վնաս են տվել մյուս մարդը, որտեղ իրան համար բոլոր մարդարածները ամենամեկ են։ Բայց վախը ծնել մեր մեջ, դա չի լինի առողջ կյանք։ Խնդրեմ, եթե ուզում եք վախեցած ապրել, ամենայն դեպս անվախները ձեր կողքին իրանց ավելի զգաստ կզգան, այդ ժամանակ մատական կլինի գոնե անվախների համար։ Վախեցած մարդիկ հեշտ են կառավարվում եւ հեշտ են ավելի սխալվում։ Ասեմ, մարդիկ Տեվագյան չի ցանկանա քաղաքական դաշտ մտցնել, բայց մի փոքրիկ պետք է ասեմ, մենք ունենք մի իրավիճակ, որ բավական երկար տարիներ մեզ հենց այդ վախի մթնոլորտում են պահում, որ ամեն ինչ անենք հակառակորդի ուզածով, որ հանկարծ պատերազմ չլինի։ Մեր հողերն ու մեր երեխաներին պաշտպանելու, պատրաստվելու փոխարեն մենք վախենում ենք եւ սկսում ենք մեր տարածքները հանձնել, պապական, հնուց, մի փոքրիկ մնացած կտոր, որ փոքրիկ չնչի մի բան է մնացել, մենք վախի մթնոլորտի տակ հանձնում ենք այդ տարածքները, բայց հավատացնում եմ, միշտ այս տարածաշրջանում եղել են այդ ընդհարումներն ու պատերազմները։ Մենք ուզում ենք մեր որդիներին վախ կտակել, թե ուզում ենք համարձակություն եւ անվախություն կտակել։ Ուզում ենք մենք իրանց կտակել վախերով ապրել եւ ստրկացած ապրել, թե ուզում ենք որ իրանք ազատ երկնքով ճախրող արծիվներ մեծանան։ Ընտրությունը մերն է։ Չի ցանկանա տանել քաղաքական դաշտ, բայց այդպես ստացվեց, որովհետև այդ վախը հիմա ամենաուժեղ ձևով, ամենախառնակչության ձևով մեր բոլորին սերմանվում է։ Թող լինի միշտ խաղաղություն, բայց մենք համարձակ կանգնած լինենք թե մեր սահմաններին, թե մեր ընտանիքի գլխին եւ համարձակ կանգնած լինենք ինքնաճանաչման
ճանապարհին, որովհետև այդ վախի շնորհիվ երկիրը դատարկվեց, Սևակ ջան, թույլ տուր ասեմ, ոգևորված եմ ասում, հենց այդ 30 տարուց ի վեր մինչ դա դեռ չեմ խոսում, որովհետև Սովետ Միության ժամանակ էլ մի ուրիշ քաղաքականություն էր գնում, բայց հենց այդ վախի շնորհիվ երկիրը դատարկվեց եւ մնացին շատ դատարկ տարածքներ, որ ավելի հեշտությամբ են հանձնվում։ Վախի շնորհիվ է, որ արտագաղթ է լինում, միայն ոչ թե ներգաղթ։ Ահա վախի սերմը, որը չի վերացել։ Մի քիչ երևի խիստ եղավ խոսքս, բայց ասեմ փառք ու պատիվ այորդիներին, ովքեր գոնե դրսում իրենց հայ տեսակը պահում են, իրենց որդիների զավակների տեսակը լեզվի եւ ավանդույթների միջոցով փորձում են պահել եւ առավել փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ հերոս մարդու ճանապարհը հեշտ չի լինում եւ հարմարավետությունը, որը կոմֆորտ է կոչվում, դա միայն թմբիրի մեջ գցելու գործիք է, իսկ իսկական ինքնաճանաչման գնացող մարդու ճանապարհը դա դժվարության ճանապարհն է։ Իսկ օրինակ մենք ցանկանում ընտրությունը մերն է։ Աշխարհում ամեն ինչ կապված են իրար հետ, ինչպես տեզերքում, Սևակ ջան։ Դրա համար այդ նույն վախի հետ կապված հարցը, որը ինչքան էլ փորձեցի կարճ կոնկրետ ավելի անցնել, բայց անկախ ամենից ստացվեց այնպես, որ մի քիչ ընդլայնվեցինք, բայց փորձեմ այսքանով սահմանափակվել, այնպես որ ասելով կամքը շատ անհատական է, որոշումն էլ հետը, բայց չի կարելի կամ ինքս ամենայն դեպս առողջ չեմ համարում վախենալով ապրելը, թեկուզև չեն գնահատի հարազատները մեր, որտեղ առաջին հերթին հենց հարազատները չեն գնահատում կամ էլ շրջապատող մարդիկ, դա հեքիաթներում տրվող ամենամեծ խորհուրդներից մեկն է, իդեպ։ Շնորհակալ եմ, այո, լրիվ համամիտ եմ քեզ հետ, Դավիթ ջան, վախի մեջ, քանզի միշտ էլ ասվել է, որ բարձրյալը չի գործում, վախը պարալիզացնում է մարդուն եւ ասում են համարձակն ապրում է ամեն օր, իսկ վախկոտը մեռնում է ամեն օր։ Շնորհակալ եմ դիտարկումների համար, Դավիթ ջան, այդ հարցով լրիվ, ոնց որ ասում են, տեղը գցեցիր։ Պետք չի վախենալ, պետք է վստահել, պետք է սիրել եւ շարժվել առաջ, ճանաչես քեզ եւ ճանաչես ամբողջը եւ գնաս վստահելով Արարչին հոգու հուշմամբ անցնես քո ճանապարհը։ Եվ այսպիսով հենց վախի, քանի որ վախը հենց անձամբ կապված է վիբրացիաների հետ եւ դա էլ իր համար իրենից ենթադրում է որոշակի հաջողականություն, հենց մեր հաջորդ հարցը դրան է միտված։ Եվ հարցնում են, ասում են, վերջին տարիներին շատ է խոսվում, որ պետք է բարձրացնել վիբրացիաները, գալիք նոր աշխարհակարգ մուտք գործելու համար։ Ինչ ասել է բարձրացնել վիբրացիաները եւ ընդհանրապես ինչ է նշանակում այդ աշխարհակարգի փոփոխությունը։ Հետաքրքիր հարց է, անդառնանք նաեւ սրանք, ոնց վախի հետ երևի զուգակցվեց։ Միանգամից ասում, այո, շատ դիպուկ էր, ոնց որ շարունակական լինեին այս հարցերը, պատասխանը կարճ կոնկրետ կարա լինի, ընդհանրապես չվախենալ։ Իդեպ ասեմ, ինքս ինձ թույլ տվեցի վերջի 30 տարվա ներմուծված վախերից խոսել, բայց մինչ այս 30 տարվա վախերը, այդ վախերը ունեն ընդհանրապես ծաղիկներն են, որոնք ունեն շատ մեծ հաստ ամուր կարծրացած ցողուն եւ մխրճված արմատներ, որոնք գնում են մինչեւ մարդու արարման սկիզբ, իսկ ամբողջ մարդկությանը քրիստոնեության տարածման զուգահեռ բոլոր մարդկության մեջ հենց այդ հին կտակարանյան տեքստերի միջոցով սերմանվեց վախերը, թող կարծիք չկազմվի, որ ինքս դեմ եմ այդ հին կտակարանյան գրվածքներին, ոչինչի դեմ չեմ, որտեղ դեմ լինեի չէի ճանաչի, չէի փորձի ճանաչել, բայց
փաստը մնում է փաստ, որ ամեն մի տողատակում, երբ որ նայում ենք հերթով, ամեն մի էտապներում, երբ որ նայում ենք, միշտ վախի մթնոլորտ է սերմանված, չեմ խոսում Քրիստոսի ճանապարհի մասին, այլ խոսում եմ մինչ քրիստոնեություն, որը կրոնի միջոցով ինչ-որ միտեղ արհեստականորեն կապվում է Հիսուսի հետ։ Ամբողջ 5 կտակարանյան օրինակղի են բերում, որովհետև մարդու ներսի վիբրացիաները թուլացնելու գործիքակազմ է օգտագործված և 2000 տարուց ավել մարդիկ իրանց վիբրացիաները իջեցրել են շատ ցածր մակարդակի։ Բայց ժամանակն է փոխելու, որովհետև այո 2-3000 տարին մեկ էպոխայի փոփոխություն է լինում, հիմա մենք մտել ենք ջրոսի համաստեղություն, իսկ Հիսուսի ժամանակաշրջանը ձկան համաստեղությունն էր, իսկ ամեն համաստեղության ժամանակ բարձր վիբրացիաների տատանումների ժամանակներ են լինում, որից հետո էլի կնվազի, բայց այն ամենագագաթնային ցանկավոն ինչպես երաժշտությունները, ֆիլմերը ունեն սկիզբ, հետո գագաթնային մի կետ, հետո իջնում են նաև դեպի վերջ, նույն ձևի էներգիաներն են այդ տարբեր ժամանակաշրջանում աշխատում, ժամանակաշրջաններում, ցկան համաստեղության ժամանակ այն ամենաբարձր գագաթնային կետերից մեկը Հիսուսի ներկա գտնված ժամանակաշրջանն էր, իսկ հիմա արդեն ցածրացած վիճակում են այդ վիբրացիաները, բայց մի նոր սկզբի տարածքում ենք ապրում, որը դեպի արդեն վերելք բարձրանալու էտապի մեջ է, և դրա հետ զուգահեռ մեր ներսի վիբրացիաներն էլ պետք է թողնենք, այդ տատանումներն էլ պետք է թողնենք, զուգահեռ բարձրանան տիեզերքի այդ աշխարհի բոլոր տատանումների հետ միասին, ոչ թե կարծրացած թողնենք, ոնց որ քարերը կարծրացած լինելով գետնին կպած են ծանր վիճակում, տերևի պես թեթև չեն, փետուրի պես թեթև չեն, երկուսն էլ նյութ են, թե քարը, թե փետուրը, բայց փետուրը թեթև թռնում է աջուձախ, չէ, իսկ քարը ծանր մնում է մի կետում, մենք պետք է փորձենք քարից վերածվել թիթեռի կամ փետուրի և ստեղծել կամ ունենալ մեր թռիչքը, որպեսզի կարողանանք խոսել տիեզերքից կամ երկնքից, երբեք գետնի վրա թռնելուն անկարող թռչունը չի կարող պատմել երկնքում գտնվող ամպերի գեղեցկությունից, լավագույն դեպքում եթե պատմի, ներքևից իր տեսածի սահմաններում, միայն այդ երկնային հրաշքներից, քամիների պարից, ամպերի խաղից կարա պատմի արծիվը, որը ամենուր իր ճախրանքների մեջ հայտնվում է տարածքներում, կարող է պատմել Ջոնաթան Լիվինգսթոն ճայը, ով դուրս գալով և վտարյալ դառնալով իր երամից գերադասեց թռիչքը, գիտակցելով, որ եթե իրան տրված է թևեր, ուրեմն պետք է թռնի, ոչ թե ամեն օր վիճի մի փոքր ձկան գլխի համար իր ընկերների հետ և մթնեցնի իր օրը։ Սևակ ջան, մենք ունենք մի հրաշալի գաղափարախոսություն, մի քիչ ճակերտներով ասած, ճիշտն ասած վերջերս ուրախությունից քիչ եմ լսում, բայց ամբողջ մանկությունիցս մինչ օրերս էլի շատ եղել է, որ լսել եմ, կա այդ խոսքը այսպես է հնչում, օր ենք մերցնում, կամ այս օրը չի անցնում, մենք մերցնում ենք, իրոք ձգտում ենք մահացնել մեր օրերը, անցկացնել,
Բայց չեն գիտակցում, որ վերջի պահին ամեն մի վարկյան ուզեն ցարկություն ենք ունենալու երկարացնել։ Մենք մեր օրերը մերցնելով խոսում ենք հավերժության մասին եւ մտածում ենք անմահության մասին։ Ինչպես կարելի է մտածել անմահության մասին, եթե մենք մեր օրն ենք մերցնում եւ ձանձրանում ենք մեր օրերից։ Մի ձանձրացեք, ձեր օրերը լցրեք այդ թռիչքով։ Ահա դա է վիբրացիայի բարձրացման ամենակարևորագույն ձևերից մեկը։ Նորից պետք է շեշտեմ, դա կոչվում է ինքնաճանաչման ճանապարհ եւ պատահական չի, որ Դերդեփյան տաճարում Քրիստոսից 2000 տարի առաջ գրված էր ճանաչիր ինքդ քեզ։ Դա ոչինչ պատահական չի։ Եվ այդ Ապոլոնու Գրիգորյա տաճարի վրա էլ էր այս նույնը գրված, շահով մարտարարը ճանաչիր ինքդ քեզ եւ դու ճանաչես ձեր մասնասներին։ Եվ Սևակ ջան, սկզբից խոսեցի ինչի համար ինքտակարյան տեքստերից, որովհետև ամենաշատ ու մեծ վախ պարունակող տեքստերն են կամ տեքստերից են, մնացյալ տեքստերը ընդհանրապես քննարկումներն են այդ վախերի շուրջ, որովհետև ինչի համար է ինքը ամենամեծ գրվածքներից, ամենամեծ պարունակող գրվածքներից, ամենամեծ վախ պարունակող գրվածքներից, որովհետև այդ վախի ներշնչանքը տրվում է աստվածության կողմից։ Եթե դա արվեր մարդարարացի կողմից մարմնեղեն, այդքան ազդեցիկ չէ լինի, այլ հենց աստվածության կողմից է տրվում, ոչ արարչի։ Մեզ նոր միացողներին շեշտեմ, որ հինկտակարանյան աստվածությունը իրականում դա Հիսուսի հայրը չէր եւ արարիչ չէր տիեզերքի, այլ ստեղծողն է նյութական աշխարհի եւ մարմնի, որը կրոնական դաշտում այլ տեսք է ստացել։ Եվ հենց այդ դաշտում է, որ թե Մովսեսին, թե Ովսեփին, բոլորին երբ կարիք կա ուղարկում է Եգիպտոս, եւ հետո ասում է սպանեք իրենց առաջնեկներին դուրս եկեք, եւ անդադ շատ հաճախակի էգոյի տարածման, սպանությունների եւ վախերի մթնոլորտ է տարածվում, նաեւ ասվում է ես նախանձոտ Աստված եմ, ես վրիժառու Աստված եմ, իսկ արարիչ, ում մասին խոսում էր Հիսուս, ում լույսի մի մեծ հատվածն էր Քրիստոս, ինքը միայն սեր է, ոչ վրիժառու եւ ոչ նախանձոտ Աստված է, այլ միայն սեր, որն իրենից լույս է ներկայացնում։ Ահա թե ում մասին էր խոսում Հիսուս։ Իսկ եթե վախի մթնոլորտը այդքան առողջ բան լիներ, Հիսուսը իր քայլերով կվախենար անընդհատ, այլ ոչ թե անվախություն կցուցանել իր իսկ արած քայլերով, ես խոսում եմ արած քայլերի մասին։ Իսկ Հիսուսի ողջ կյանքը համարձակ քայլեր էին, որովհետև ինքը եւ չէր գնահատվում, եւ անարգվում էր, նույնիսկ չէր գնահատվում իր հարազատ եղբայրների կողմից, որովհետև իր հարազատ եղբայրների կողքը չէին։ Եվ այդ ամենով հանդերձ Հիսուսը գնում էր իր ինքնաճանաչման ճանապարհով, գնում էր լույսը սփռելու ճանապարհով, եւ դրա համար ինքը ի վիճակի դարձավ չշեղվելու եւ քրիստոսանալու, ցանկացողներին էլ առաջարկելով գնալ իր ետևից։ Ազատագրման սիրո եւ լույսի այդ ժամանակ բարձրանում են վիբրացիաները եւ դա դինում է անհատական, որտեղ չի կարելի ցանկանալ եւ մի մեծ ամբողջ վիբրացիաներ, տատանումներ բարձրանալ, չէ,
դա անհատների մակարդակով է լինում, ինչքան շատ անհատներ ինքնակ ճանաչման ճանապարհով գնան եւ այդ իրենց ներսի տատանումները բարձրացնեն, ոչ թե զբաղվեն օր մերցնելով, հա, չփախնեն, չվախեն, այլ գնան հերոսացման ճանապարհով, Եվ ճիշտ համեմին իրենց անհատների սիրով ու շնորհակալ վիճակով։ անհատների միասնությունը մի մեծ դաշտ իր մեջ կներառի եւ այս աշխարհը այս վիճակին չի լինի։ Իհարկե, ամեն ինչ անում ենք շնորհակալ վիճակով։ Հենց դա է նաև վիբրացիաների բարձրացման պատճառներից մեկը, երբ որ դու ինքդ շնորհակալ ես լինում ամեն ինչի համար։ Դա արարիչին պետք չի, դա քեզ է պետք, որը հենց նույնպես օժանդակում է քո վիբրացիաների բարձրացմանը։ Մենք էլ արարչի մի մաս ենք, չէ՞։ Իհարկե, հենց դա մեզ համար է, որ մենք գնահատելով, շնորհակալ լինելով բարձրացնում ենք մեզ ավելի բարձր շերտեր։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շատ հետաքրքիր պատասխանի համար։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, շատ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար, հետաքրքիր տեսակետներ լսել եւ կարեւոր շնորհակալ եմ շատ եւ մեր ունկնդիրներին նույնպես հուսով եմ հաջորդ մեր հանդիպումները նույնպես կանցնեն շատ հետաքրքիր եւ կանադառնանք կարեւոր թեմաներին եւս։ Այսօր այսքանը եւ այս մասով երախտագետ եմ բոլորին, երախտագետ եմ քեզ Դավիթ Փարազյան ջան։ Այսօր մեր շրջանակներում կրկին հյուրընկալվելու համար։ Փոխադարձ շնորհակալ եմ Սևակ ջան, շնորհակալ եմ հետևորդներին։ Մինչ հանդիպում։ Ցտեսություն։ Բարի։